Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է, այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Միանվագ նյութական օգնություն է տրամադրվել 1941-1945 թվականներին երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած անձանց, զոհված կամ հետագայում մահացած զինվորների այրիներին, ինչպես նաև թիկունքում անձնուրաց աշխատանքի համար շքանշաններով եւ մեդալներով պարգևադրված անձանց։ Այս մասին հաղորդում է Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը։ Նախագահ Իլհամ Ալիևի կարգադրության համաձայն երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ նախարարությունը երկրորդ համաշխարհային պատերազմի յուրաքանչյուր մասնակցին վճարել է 2500 մանաթի չափով միանվագ նյութական օգնություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված կամ հետագայում մահացած զինվորների այրիներին այդ ժամանակահատվածում թիկունքում անձնուրաց աշխատանքի համար շքանշաններով եւ մեդալներով պարգևադրված անձանց 1250 մանաթի չափով միանվագ նյութական օգնություն է տրամադրվել։ Կարգադրությունը վերաբերում է ընդհանուր առմամբ 2340 մարդու, այդ թվում երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին եւ այլ համապատասխան անձանց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին։ Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է Իցհակ Հերցոգին եւ Իսրայելի ժողովրդին երկրի ազգային տոնի անկախության օրվա կապակցությամբ։ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի եւ Իսրայելի միջև բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության բարձր մակարդակը մեր ժողովուրդների միջև պատմական կապերի եւ փոխադարձ հարգանքի վառ արտահայտությունն է։ Նախագահը գոհունակություն է հայտնել միջպետական հարաբերությունների դինամիկ եւ համապարփակ զարգացման կապակցությամբ, որը հիմնված է փոխադարձ վստահության եւ աջակցության ամուր հիմքի վրա։ Նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները եւ փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել երկու ժողովուրդների շահերին համապատասխան։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը մասնակցել եւ ելույթ ունեցել Ադրբեջանի եւ Քուվեյթի կառավարությունների միջև համագործակցության համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստին։ Իր ելույթում Բայրամովը նշել է երկկողմ համագործակցության ընդլայնման զգալի ներուժը այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, էներգետիկան, տրանսպորտը եւ լոգիստիկան։ Ընդգծվել է Ադրբեջանի անսասան հանձնառությունը Քուվեյթի հետ կապերը խորացնելու եւ համատեղ առաջնահերթությունները կյանքի կոչելու հարցում։ Ադրբեջանական բանակի զինծառայողների խումբը մասնակցում է Վրաստանում ՆԱՏՕ-Վրաստան 2025 համակարգչային աջակցությամբ տակտիկական հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Զորավարժությունների շրջանակներում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է բազմազգ ստորաբաժանումների պատրաստվածության բարձրացմանը, ճգնաժամային գործողությունների պլանավորման եւ կազմակերպման գործում, ինչպես նաև փոքրածավալ համատեղ գործողություններ ցամաքում եւ կիբերտարածությունում։ ՆԱՏՕ-ի 17 անդամ եւ գործընկեր երկրների մասնակցությամբ միջազգային մարտավարական զորավարժությունները կշարունակվեն մինչեւ մայիսի 8-ը։ Մենք խաղաղության ուղերձներ ենք հղում համաշխարհային հանրությանը օկուպացիայից ազատագրված տարածքներից։ Այս մասին հայտարարել է Միլի Միջլիսի падգամավոր Էլման Նասիրովը, մեկնաբանելով Սուգովուշանում մեկնարկած նախագահի Գավաթ 2025 մրցաշարը։ Եթե նախկինում մրցաշարին մասնակցում էր ընդամենը 4 երկիր, ապա այսօր դրանց թիվը 20-ից ավելի է։ Մենք պարտորեն կանգնած ենք մեր հողի վրա, որը ազատագրվել է մեր հերոս զինվորների եւ նահատակների շնորհիվ։ Այդ հողերը 30 տարի գտնվել են հայկական օկուպացիայի տակ, եւ այժմ այստեղից մենք խաղաղության ուղերձներ ենք հղում ամբողջ համաշխարհային հանրությանը։ Սա խոշոր մարզական միջոցառում է, որն ունի նաեւ քաղաքական նշանակություն, ասել է падգամավորը։ Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնումը ապագայում կարող է օրինակ դառնալ Ուկրաինայի համար, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Միշչենկոն։
Նա անկեղծորեն շնորհավորել է բոլոր ադրբեջանցիներին երկրի տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ, այն անվանելով ամենամեծ նվաճում տոն ադրբեջանական ժողովրդի համար եւ օրինակ Ուկրաինայի համար։ Միշչենկոն նաև ընդգծել է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը եւ բարձր է գնահատել նրա աջակցությունն ու մարդասիրական օգնությունը ուկրաինացի ժողովրդին։ Աղդամում կկառուցվի 19-րդ դարի ադրբեջանական գրականության ռեալիզմի նշանավոր ներկայացուցիչներից մեկի Գասիմ Բեյ Զաքիրի տուն-թանգարանը։ Այս մասին հայտարարվել է Գասիմ Բեյ Զաքիր Ղարաբաղի գրականությունը եւ սոցիալական միջավայրը թեմայով գիտաժողովում։ Միջոցառմանը, որը անցկացվել է Աղդամի Մուղամի կենտրոնում, ընդգծվել է Գասիմ Բեյ Զաքիրի գրական ժառանգության կարևորությունը ադրբեջանական ժողովրդի համար, ինչպես մշակութային, այնպես էլ լեզվական առումներով։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@arm.mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@arm.mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։